Բարի երեկո սիրելի ունկնդիրներ, եթերում է Մարիշի հետ հաղորդումը Բելգիա ռադիոյով։ Ես Մարիա Հակոբյանյանն եմ, այսօրվա ինժուրը Արփի Գյոքչյանն է։ Ճիշտ ասեցի։ Ճիշտ է։ Բարև Արփ ջան։ Բարև Մարիշ, ինչպես ես։ Լավ, դու ինչպես ես։ Շատ լավ։ Շատ շնորհակալություն, որ ժամանակ հատկացրեցիր։ Ու հիմա մենք բոլորին պետք է պատմենք, թե ով է Արփին։ Արփի երբ ես ծնվել, որտեղ ես ծնվել։ Ուրեմն ծնած եմ Բեյրութի մեջ 1988-ին, սեպտեմբեր 1-ին։ Սեպտեմբեր 1-ին, ինչ-որ էր։ 1988։ Լավ է։ Պլանավորած էր։ Չէ, բանավ։ Եվ ես Բեյրութ, այսինքն ապրած եմ մոտավոր բոլոր կյանքս մինչև 30 տարեկանս։ Ատկեց ետքը եկած եմ Բրյուսել, Բելգիկա։ Փոքր Արփին ինչ էր սիրում։ Ինչ չէր սիրում։ Փոքր Արփին արվեստը շատ կսիրեր, շատ կսիրեր գծել, արդեն շատ փոքր տարիքին, մեկ տարեկան արդեն գծակրություն մարած էի, որ իմ բաբայիս մոր եղբայրը պոստկարդ շինած էր գծակրության հետ։ Ինչ հետաքրքիր է, հա։ Եվ շատ կսիրեի գծել մանավանդ եւ տարիք ատկեց յետք, այսինքն իմ տարի յետք սկսա քրել փաստիազություն շատ կսիրեի քրել։ Գծելով սկսա Քանի տարեկանում։ Ադի մոդավորաբե գարձեմ 7-10 տարեկան շատ Հիշում ես ինչ բան ստեղծություն որ գրել ես։ Բնավ ճշմարտաբար եւ յետ չկդա այդ քրածներս։ Ինչ ափսոս։ Շատ ուզեի գտնել։ Լավ կլիներ տպագրել։ Ճիշտ։ Մեմուարներ փոքր Արփի։ Իսկ ինչ չէի սիրում փոքր ժամանակ։ Ինչ էի սիրեր։ Շատ աղմուկ շատ էի սիրել, շատ բարձր ցայներ, այսինքն բարձր երաժշտություն։ Վստահ ես, որ դու հայկական ընտանիքում ես մեծացել։ Շատ անանկիստ կստեղծեր ինձ համար, շատ ասի բաբաս հետո ինձ պատմած է, որ այդ միջոցներուն ես ցերկերս գոցեի ագանչներս, քանի շատ քեշ ասանք ստրես կբաժարեր այդ միջոցը։ Լա ասենք թե ադներ համերգներով գտայինք ծնողքիս հետ եւ երբ որ նույնիսկ կլասիկ կոնցերտի ժամանակ երբ որ զորավոր մի անգամ ասենք թե փողայինները մտնում էին արդեն հա այդ միջոցին գսեին որ ցերկերս միշտ ագանչներուս վրաս էր եւ գսեին ինձ ադներ բուրալ որ գեցուցեք ասի մեկ բան եւ հիմա լա տենց հիմա շել ես աղմուկի հիմա շատ ավելի այսինքն ինձ համար ավելի հեշտ է բարձր այսինքն աղմուկ կամ ավելի բաժված է ծավով ագանչս այսսագի ցայներով բայց երբ որ զիգեի դու ինձ ասեցիր որ մի հատ ինչ որ հետաքրքիր պատմություն ունես քո անվան հետ կապված ազգանունի մագանունից Կարիմ մագանուն շատ սխալ գրված է պասպորի մեջ ուրեմն Գոքսեյան գրված է եւ ադիգա ինչու երբ որ պետք է Գյոքչյան գրվեր այսինքն գրված է այսօր GOKCEYN պետք է լա GEU կամ GUEU KDJ-ն որբեսի ճիշտ հայրենով այո մոդել այսինքն հայրենի բայց ինչ է դա կապված եղել դա թարգմանիչի ուրեմն բաբաս բրիս ծնած է եւ հոն այսինքն Գյոքչե GOKCE գրվեր որտեղ նշան կա օի վրա չէ թեմական այո եւ բաբաս ուրեմն 7 տարեկանին Բեյրութ եկած է Դանիոկ Փոլգրոմեն եւ շատ ժամանակ արած է մինչեւ որ լիբանանյան նպատակություն ունենա ուրեմն ես որ ծնա առաջին նպատակություն որ ունեցա թրկականն էր մանավանդ որ ես լիբանան ծնած էի մայրս չերգրնար այո ինձ դար միշտ հայրն է որ պետք է զավակին հա քո մաման լիբանանից է պապան թուրքահայ է այո մամաս լիբանանահայ բաբաս բոլսահայ եւ այդ բիսով քանի որ Գյոքչե գրված էր բաբայիս պասպորի մեջ ինձիալ այդպես գրվեցավ երբ բայց դու հիմա կարաս փոխես եթե ուզես ճիշտ եթե ուզես այո որ բայց պաստորեն Գյոքչյան հա որտեղ ես տեսել էի հա միշտ այդ թարգմանությունների հետ միշտ բարդ հա հատկապես ֆրանսերեն անգլերեն տարբերությունները երբեմն այդ ժից հետո չեն գրում une d'armajan փողնագյան լինի մի խոսքով շատ բարդ պատմություններ Փաստորեն գրում ես դպրոց Լիբանանում այո
Բեյրութում սկիզբը Նշան Պալանջյան դպրոցը, որ գետրոնը ավելի Բեյրութի գետրոնն էր եւ ատկեց յետքը նույն դպրոցը, բայց ուրիշ մասնաճյուղ անցա Արսլանյան քոլեջը, ճշմարիտ հյուսիսային Բեյրութի մասներ, այո։ Եվ փական, այսինքն հայկական միջավայրի մեջ ես մեծա։ Մինչև վերջին դասարանը։ Եվ ատկեց յետք համասարան մտա Ակադեմի Լիբանեզ դե Բոզար, որ հոն ավելի ֆրանսերենով էր ամբողջ ուսումս եւ ադիգապավական օգնեց հետո Բելգիկա գալու համար։ Դու ինչ լեզուներ ես խոսում փաստորեն հայերեն, հայերեն, ֆրանսերեն, անգլերեն, արաբերեն եւ թուրքերեն։ Թուրքերեն խոսում ես, փաստորեն 5 լեզուներ խոսում ես ու 5 լեզուներ շփվում ես։ Հիմա 5 հիմա թուրքերեն անշուշտ գիտեմ շատ լավ չեմ խոսել անշուշտ, քանի որ ամեն օր չեմ օգտագործել։ Բայց ասի բաբայս սոր այսինքն բաբաս չէ սորվեցած իրական, բայց բաբաս միշտ ունեցած է, ասենք սովորություն ունեցած է բզդիկությունից իվեր լուրերը թուրքերենով լսել։ Փաստորեն քո բառապաշարը լուրերի վերաբերյալ ուրեմն շատ նոստալժի ունի բաբաս դեր մինչև հիմա, այսինքն քանի որ մեծացել է, այո, մինչև 7 տարեկան։ Շատ բարդ է թուրքահայերի համար, որովհետև իրանց հայրենիքը այդ հողերն է ու այո, եւ ոնց շատ, այսինքն հաջելի զգուշություն ապրած է մինչև երեխաների համար, հա, միշտ իսկ ծնողները ամեն ինչ անում են, որ հաջելի լինի, ինչքան որ հնարավոր է։ Եվ դակավի մինչև հիմա ընտանիք ունի հոն եւ իսկ գնացել է, չի գնացել երբեք հետ այո գնացած է այսինքն բավական անգամներ ես 2 անգամ գացած եմ երբ որ ավելի բզիկ էի եւ ադանգով ես առաջ գնաց Իստանբուլ հա 4 օր շատ քիչ էր Իրա այո շատ հսկա է այո չենք պատկերացնում բայց մանավանդ գղզիները դեսնելու գղզիները գնացի այո հայկական ես բան ցավ ինձանից հոգնել էին որ իսյանց ասում էի դուք նստեք եվրոպացիների հետ էինք 4-5 հոգի ասում էի դուք նստեք մի հատ լավ քարտ բան էի գտել կոչվում է Կարդես արիստներ է ճանաչում բարձր իրանք աշխատել հրանտինքի ֆոնդացիոնն արել հայկական վայրերն են տարբեր քաղաքներում տարբեր երկրներում 4 երկիր է թե ինչ ու Թուրքիան Իստանբուլը կար մեջը գղզիներով ու շատ հարմար էր որտեվ կարող էի տեսնել ասենք գնացի դպրոց տեսա եկեղեցին տեսա շատ հետաքրքիր Կարդես կոչվում է եթե երբևիցե շատ հետաքրքիր իրենց ասում եմ դուք սուրճ խմեք ես ես գալիս եմ ասում եմ հա բանը իսկ փաստորեն ընդունվում է արվեստի դպրոց համալսարան որ բաժինը ուրեմն architecture d'intérieur սկսանել 2 տարի architecture d'intérieur ուսանեցա եւ ատկեց վեր դեսա որ ինձ համար չէ ինչը դուրս չեկավ չի սիրեցի իրականությունը աբական այսինքն ոչ ուսումը ինքնին բայց կորդի հետո ասենք միջավայր կորդի մտնոլորտը եւ աշխատանքը նույնիսկ որ այսինքն շատ ասենք սիստեմական աշխատանքն է որ ասենք իրականությունը գարելի չէ կրեատիվ շատ բագասություն այսինքն բայց այսինքն ծեվով նախ ժամանակը չի գա կրեատիվիտեն աշխատանելու քանի արագ այսինքն պետք է աշխատել պրոյեկտներում վրա եւ նույնադեն ծեվով դեռ մը գահսնի որ քիչ իրար նմանին պրոյեկտները որ ստիպված է ծեվով մն այդպես անելու որովհետեւ կարենաս հարաճանալ արագրեն շենքա տունա ճիշտ շատ մեծ այո եւ ես միշտ շատ ավելի սիրած եմ մանրամասն աշխատանքները այսինքն շատ նույնիսկ երբ որ architecture d'intérieur ուսանեի շատ ավելի գսիրեի օրինակ գահկարասի դիզայնը նույնիսկ անել ավելի հետաքրքիր ավելի ման է ավելի ման աշխատանքը ադիգա շատ ինձ հետաքրքիր շատ ավելի հետաքրքիր կան ասենք մեծ տարածքների տարածքի բանա դիզայնը անելը եւ ադորամար երրորդ դարիս որոշեցի product design անել product design եւ որին ադեն industrial designer եւ ասիգա ուղագի արարգայի դիզայնի մասնաճյուղներ
եւ շարունակեցի այս մասնաճյուղը մինչեւ masters Ես չգիտեի գոյություն ունի առարկա դիզայն աստորեն, ինչից է բաղկանում առարկայի դիզայնը։ Ուրեմն առարկա շատ, այսինքն բան անուն term-ն է product designer, line անունն է product design, քանի որ գրնա լալ օրինակ աթորի դիզայնելա, բայց նույնadien գրնա լալ օտանավի։ Այսինքն որ աթոր պետք է ունենա 4 ոտ, 3-ի վրա չի կարող կանգնի, հա։ Ճիշտ, բայց նույնadien գրնա լալ շատ ավելի մեծ առարկա, მაგრამ օրինակ օտանավի դիզայնը լալ, այսինքն հաշվարկներ երևի, հա, ավելի շատ երևի, հա։ Մեքենա, ինքնաշարժի դիզայնը լալ, որ այս դարբեր տեսակի մասնաճյուղներ կան։ Ես միշտ ասեմ, եթե կինն է մեքենան դիզայնան, ուրիշ ձև կաներ ավտոմեքենա։ Շատ մանրամասն է, այսինքն կորդ մնալի ուղղակի ուրիշ ջյուղ մնե, բայց product design-ի մեջ է, բայց նորեն երկար տարիներ է, որ product design-ը հաշվի առնում է, թե ով է իրան օգտագործում երեխան, կինը, տղամարդը։ Օգտագործող, այսինքն ասեք ում համար է նպատակը։ Նպատակը այդալ շատ, այսինքն շատ կարող է ամեն տեսակ, ամեն ինչ կարելի է վերջ-վերջո։ Մի տարի սովորեցի product design, հետո 3 տարի product design-ը։ Հա, 3 տարի։ Հա, 5 տարվա։ 5 տարվա, ասեք թե 5 տարվա ուսումներ, եւ վերջին 3 տարիները product design, եւ ադանգով master's արի product design-ի մեջ։ Եվ նպատակը հետո իբր freelance աշխատիլեր, դարբեր տեսակի, ասենք ընկերությունները ներս, ավելի ասենք գագարասիներու ընկերություններու մեջ, Լիբանանի մեջ, դարբեր տեսակի դիզայներ, furniture design, եւ բայց ծյուրին փնավ չէր, ուղագի ուսում է յետք կորձի անցնելը, քանի որ Լիբանան շատ բզդիկ երկիր մնե, մանավանդ Բեյրութ շատ բզդիկ քաղաք մնե, եւ դիզայներները, այսինքն շատ քիչ էին արդեն, product designer-ները, որ այն երկրի մեջ արդեն շատ քիչ էին։ Շուկան բարանել էին իրանց մեջ։ Ճիշտ։ Գարենալ մտնել դերմը առանց որ ասենք թե մեկը քեզի օգտագործե, այսինքն սխալ ցեվով օգտագործե, ադի դժվար էր։ Քանի անգամ փորձեցի ընկերություններում մեջ մտնել եւ դժբախտաբար շատ քիչ անցավ ցեվով չի գար։ Չէին թողնում ինքնահաստատել երևի, հա, երևի կո մտքերը օգտագործում էին իրանց համար, հա, երևի։ Կողություն շատ կար, այսինքն կողնային ուղղակի կաղապարներ։ Intellectual property գաղափարը մի քիչ երևի դժվար է։ Ֆեզնով չէինք պաշտպանված այսպես թիմաց, այսինքն ադորամար շատ դժվար էր դերմը մտնելը առանց որ քեզի ուղղակի գողոպտեն։ Քանի անգամ այդ փորձառություն ունեցա ես երկու դեղ, որ կաղապար ես ասենք թե առաջարկած էի եւ հետո տեսա որ ադիգա իրանցնա փաստորեն։ Ճիշտ։ Իբր այսինքն այդ ընկերության դիզայները բարի գալուս մեծերի աշխարհ։ Եվ ադիգա ուրեմն շատ դժվարից եկած էր այդ շրջանին որոշած էի բարեկամուհի հետ, որ նույն ուսումը արեցինք, նույն համալսարանի մեջ, միասին մեր ստուդիոն ստեղծենք եւ սկսենք մեր collection-ը շինել եւ հետո փորձել ձախել ադիգա։ Այդ շատ դժվար էր։ Քանի դժբախտաբար նորեն բզդիկա կե ուղագի նեդվիլ գիտնալ խոսիլ աշխատանքիդ մասին եւ ջանչնալ դարբեր դասակի դերեր դարբեր դասակի խանութներ ու գնաս ասիկա աշխատանքը ցածրել երուկնից այս դոմենի մեջ շատ քեշեինք խոսելու մեջ շատ քեշեինք գոյինք եւ չգրցանք իսկապես նեդվիլ աշխատանքի մեջ այդ միջոցին իսկապես սխալման այսինքն դեր մտիմացինք ուր նույնադեն բանի լուսավորման ընկերություն մներ որ իրենց email գրգացենք որ ասանք այս բանք ասինչ collection ստեղծենք եթե գուզեք ձեր showroom-ի մեջ ասոնք գնանք մենք ներկայացնել եւ այս email-ին յետմի երուկնուս բադասխան եկավ նույն բադասխանը մենք այս շրջանին գտնենք lighting designer կամ product designer եւ նույն lighting designer եթե ցեզի գիտակրե եկեք ասինչ օրը հարցազրույցի իսկ դե ինչ էր lighting design այդադեն չի հասկնար ճիշտ ինչ է բայց գնացի եւ կացի գերուից ճուզեց երթալ քանի չի սիրեց այսինքն գիտեր արդեն աս ընկերության մասին եւ իրեն համար շատ հետաքրքրական չէ ես շատ այսինքն հետաքրքրվեցա եւ ուսի ինչու՞ չէ գործեմ եւ շատ հետաքրքիր կդա եւ սիրեցի այսինքն իրենց առաջարկը եւ այսպեսով կոնտրան ստորագրեցի եւ սկսա իրենց աչքով աշխատել իբր product designer իրենց
ուրեմն collection-ը գստեղծեին, բայց շատ industrial, architectural, ասենք collection-ներ բանի, lighting-ի։ Բիսով սկսա իրենց կով աշխատել։ Իբր անդամ R&D, Research and Development-ի, ասենք բաժինը ընկերության եւ հատца այդ բաժնի մեջ 3 տարի մոտավոր եւ մեջտեղ բերինք միասին collection-ը որ շատ հաջող էր իսկապես եւ բանի միջազգային այսինքն գետնի վրա դեղ ունեցավ սկսանք մեծ պրոջեկտներով վրա աշխատել այ product designer-ը հետ խոսում կներեք եւ teamwork էր շատ մեծ էկիպ մնենք եւ պետք շատ հետաքրքրական աշխատանք մներ դժվար էր քանի որ իսկապես ամեն ինչ ինձ համար նոր էր հոնը եւ շատ technical աշխատանք մներ ես ավելի ասենք դիզայնի ավելի creativity-ի վրա աշխատած էի աստղադարի այսինքն Բայց դու դա էիր ուզում որ նորություն լինի որ ստեղծագործական լինի պաստորեն հոս իսկապես շատ technical է բայց շատ բաներ սորվեցա Միշտակի է չէ կյանքում երբեմն աս կարիթներ են լինում այո դու վերցնում ես կամ չես վերցնում այդ տարի դու չգիտես դրա հետևում ինչա պահվում չէ քո համար այո դու 3 տարի աշխատեցի 3 տարի աշխատեցա ուրեմն այդ մասի մեջ այդքես ես ճիշտ չեմ ինչպես եղավ բայց օրը սկսա աշխատել պրոջեկտի վրա ու պետք էր ավելի մտածել ինչպես լուսավորել ասինչ ասենք վայրը եւ ադինելու համար դարբեր տեսակի ասենք software-ներ գործածենք որբեսի ուղղակի սորվինգ ասենք ասինչ վայրի մեջ պետք է աստղաբույս ունենալ ադի անելու համար ուրեմն software-ի վրա կանցնենք 3D modeling եւ սկսա ուրեմն առաջին պրոջեկտը այդպես էի Բանեմը չի հասկանալով անշուշտ ոչ գիտեի այդադեն ասենք ինչպես ասինչ տեսակի վայրը տեսակի լուսավորման պետք ունի բայց դերում այսինքն բրբդելով եւ հարցնելով շուրջի մարդկանց սկսա գամած սորվիլ weekend-ներ գարտալ as lighting design-ի մասին ինչպես կրնամ լուսավորել ինչ են ամեն բաները օրենքները ստանդարտները բանջները չէ երևի կան ինչ-որ նույններ որոնք պետքա պահպանվի ճիշտ այս ամենը այսինքն կամած վերջով հասկացա եւ սկսա ու աշխատել այս տեսակի պրոջեկտներով վրա եւ այս պրոջեկտները գուկային դարբեր տեսակի երկիրները մինչեւ վերջին շրջանը ավելի ֆրանսայի օֆիսի պրոջեկտներով վրա աշխատեի ու հոն իրավ օղագի իրենց հadoop ստանդարտներ ունին Ամեն երկիր ինձ թվում է իր ստանդարտներ ունի իր յուրահատուկ պահանջներ ունի ինձ թվում է այո ուրեմն ասիկա եղավ ընդհանուր 6 տարի աշխատեցա ընկերության մեջ եւ այդ վերջին տարիները սկացի որ ցեով դեռ հասած եմ որ ավելի այսինքն նորություն պիտի չեմ գնար սորվիլ եւ ասիկա ինձ շատ ներողություն կստեղծեր եւ գսկայի որ այսինքն ստեղծագործական անձնական բանջս դեղ չուներ այս աշխարհի մեջ որ շատ եղած էր technical աշխատանքը եւ նույնադեն քիչ առաջ գնալու հնարավորություն չկար զարգանալու ճիշտ եւ մի օրինակ դարձած էր ծեվով քանի որ նույն պրոջեկտները յետևի նմանատիպ այո եւ հոնը սկսա բրբդել ինչ տեսակի գրնամ աշխատանք անել շաբաթավերջերը կորձենտուրս ավելի արվեստական ստեղծագործական աշխատանք Եվ այդ շրջանին ուրեմն ես Իֆորգուսանեի համալսարան project մերածեի գավագործության հետ գաբունեցող եւ այդ շրջանին ծանոթացած էի գավագործի որ քյուրի մեջ գաբրել այս մարդը իր աշխատավայրը Լիբանան քիչ ավելի հյուսիսային Բեյրութեն ավելի հյուսիս շրջանն էր որ շատ գեղեցիկ քաղաք մն է Բեյթշաբեբ անունով եւ այս մարդը ուրեմն բավական մեծ էր դարիքով արդեն այդադեն եւ ինքը շինած էր իր աշխատավայրը եւ իր փուրը ինչ լավ եւ այս մարդը դարեգան 100-ին ավելի մեծ ասենք սերամիկե աներ ասենք դագարներ գշիներ որ մեջ գտնեին ուղի
ուրեմն ուղի շինողներ իր մե 100 Պահպանում էին այդ օղի մեջ։ մոտավոր 100 հատ կուզեին դարեգան այս մեծ Բիզնեսը լավ։ բիզնես եւ դարիներով այդ մարդը այսինքն իր գինի չէ օղի օղի եւ հետո ատկեց հետ եղավ քինիա նույնիսկ քինիա լսկսան տնել այս մեծ ամաններու մեջ եւ ուրեմն իր բաբան աշխատանքը գներ եւ իր մեծ բաբան եւ հետաքրական այն էր որ իր մագանունը Ֆախուրի է եւ Ֆախուր ֆխար բարը արաբերենով ասե գավ պայծպան եփած գավ ցած շերմատյանով եփած գավ ուրեմն իսկապես մարդը եթե սերունդ գալիս է իր արյունի մեջն է ռողագի գավակորձությունը եւ ուրեմն այս մարդուն զանոթացած էի եւ շատ հետաքրքրված էի իր աշխատանքով եւ իսկապես խենթանալի կորձներ կանի շատ մեծ սերամիկներ գշիներ ինքը մեկ մեծ կսն նույնիսկ մեծ եւ ինձ էսա ձեր եւ որ գուզես եգուր գնաս թիդել ես իսկ բադրաստ եմ քեզի սորվեցնելու այս աշխատանքը գսորվեցնեմ բայց դեն ես գուզեմ որ ինձ օգնես կանի մինագ էր մարդ այդադեն արդեն 80 տարեկան 80-ն վերեր եւ հիշեցի այս շրջանին երբ որ պետք ունեի ստեղծագործություն հիշեցի այս մարդուն եւ սիկովը բիդի երթամ եւ նայեմ եթե դագավին նախ գաշխադի եւ եթե ձեր գաշխադի գուլեմ հարցնել եթե կարող է համագործակցել եւ կացի եւ հետաքրական էր թուրը բացի բդիկ աշխատավայր մնայինք որ ասան քիչ մը կետնահարգ է թուրը բացի եւ այդ շրջանին այդ միջոցին մի անգամ արևը Դակապ ուրեմն յետևս զորավոր արև գար զորավոր լույս մեկ անգամ ստեղծվեցավ եւ մարդը ճիշտ իմացներ ասա որ ժամաս եկավ մերնելու տուն հրեշտակն էս որ ինձ պիտի դանիչ դու պայն դրան էի սպասում բայց շատ խնդացին այսինքն բարյանին այդ միջոցին կարծեմ արդեն 90 տարեկաններու միջեր մարդը պետք բնավ չեր երևի հումորով մարդեր շատ ակտիվ էր եւ այսինքն ամեն օր աշխատեր գավով եւ բացատրեց որ դագավին գնե այսինքն դագավին գշինե 100 հատ մեծ այո քան աշխատեցիր իր հետ ուրեմն խարտուցի եթե կարելի է կով աշխատել սա բանշուշտ շատ ուրախացավ նույնիսկ Եվ ուրեմն մոտավոր մեկ ամիս, ես իրեն ասացի, որ մեկ ամիս կուզեմ COVID կոնե սորվի եւ որչափ գտնամ օգնել, անշուշտ ես պատրաստ եմ օգնելու։ Շատ ուրախացա եւ սկսավ ինքը մտածել աբակային ուզեց դեսավ որչափ ես հետաքրքրված եմ եւ որչափ պատրաստ եմ աշխատելու իրքով սկսավ մտածել աբակային ինչպես ինձի իր աշխատանոցը չտոնի որ դուրս գաս ճիշտ ուղղակի դալ քանի որ իր զավակները ամբողջ երկրեն դուրս էին ուրիշ աշխատանքի մեջ էին եւ ցավալի է իր համար շատ դխուր այսինքն այդ վիճակը եւ բայց նույնադեն Մարդը ուրախ էր ինձ դեստելու եւ հեսա ինքն է որ մի շարունակե այս աշխատանքը են չգիտեր պիտի հեսա միակ պայման ունիմ քեզի ամեն ինչ կուտամ փուրես աշխատավայրս գավերս ամեն ինչ միայն թե պետք է իմ մագանոնս ունենաս որովհետեւ շարունակես քանի որ ասիկա այսինքն շարունակում ես իր գործը շարունակական այո աշխատանք մնե իր բաբային եկած իր մեծ բաբային եւ անգարելի է այսինքն ուրիշ մեկ ուրիշ մագանումը ունեցող անդմը շարունակե այս գործը սկիզբ ես գադայի արի ասիկա անշուշտ հետո դեսա որ լուրջ է քանի որ հասկանալի է ինքը իր ընտանեկան տրադիցիան է ուզում շարունակի ինչ թվում է անունը իր պապայի պահի բայց միաժամանակ եթե ինքը դա վաճառեր կամ դադարեր ուրիշներ վերցնելու ուրիշ անուններ դնելու Եվ սկսեմ արդյոք գարկացրել այսինքն ընտանեկան մարդիկ ուղղակի որ հետս որ ամուսնացնեմ ինձի որպես իր մագանուն ունենա ինքը իր ապագայի մասներ մտածել այո բայց նույնադեն այսինքն ադանք մներ որ ասենք իր չեմիշր ինչ գլար բայց մոդիկ այսինքն ընտանեկան անդամներ ուզեց այսինքն անցերը լան որ կորձերնի լավ է այսինքն լավ տեսնում ես լավ է բայց իրենսի որ ես գներես այս հետաքրքրված չեմ հիմա ժամանակը չէ ինձ համար ամուսնանալու ընտանիք գազելու ինքը մտածեցի թե դու գյուղից մեկ ետ ամուսնանաս դու մշտական կմնաս արդեն արդեն չես ուզենա գնաս
Խեցի մտածում էր։ Ճիշտ։ Վստահ չեմ դա դեռ տալիս, բայց մտածումը խելացի։ Եվ ես իրեն փորձեցի հասկացնել, որ ես շատ հետաքրքրված եմ, այսինքն սերամիկ ուղագի աշխատելու, սերամիկ, այսինքն սերամիկը գսենք ոչ միայն եփած գավը, այլ հետո վրայի գլասյուրի էմայի աշխատանք ամբողջ process-ը։ Այո, որ ինքը չերներ, ինքը ավելի բրուտ աշխատանք էր։ Տերակոտա, այսինքն գեշ բրուտ աշխատանք, մի անգամ գեփեր, եւ ադի բավարար էր արդեն, որովհետեւ մեջը օղի տրվեր կամ գործի համար դա բավարար է, հա։ Եվ ուղղակի համ, այսինքն ինքը համոզված էր, որ մասնավոր համ մնալ գուր օղի։ Հնարավոր է։ Եվ ըստ իմ մտքից կանի որ իսկապես շատ լավ որակի, այսինքն գավ էր որ կորազերի ինքը գչիներ, ինքը կպատրաստեր իր գավը։ Ուրեմն, այսինքն երբ որ ասի իրեն անշուշտ բացածեցի, շատ նեղվեցա։ Քիչ քանի որ ինձ մեն նեղված էր եւ ասանք դժվար էր հետը խոսի, բայց այդքից վեր համոզվեցա, որ ես ուրիշ պլան ունեի, այո։ Եվ այդ միջոցին ես արդեն թիմած էի հոս Բրյուսելի Լակամբրի համասարանին, այո, որ շատ հետաքրքրված էի հոստերի, գիտեի, որ շատ լավ համասարան է, եւ մանավանդ սերամիկի մեջ շատ հետաքրքրական էր հոստերը ուսանելը, եւ թիմեցի եւ ընդունվեցա, այս լուրը շատ քեշ արավ ինքը, բայց հետո գամած համոզվեցա, ուրեմն վերջացուցի ես ասենք ստաժս իր կով շատ բանսորվեցա, իսկապես շատ արադացել ձևով ինձ ամբողջ իր աշխատանքի process-ը մտածում եմ հարց պետք է մնա իրեն էլ ես թափացրել ես խեղճ բառ։ Դժվար սիրեն որ ասի պլանս չէ։ Բայց մականունը դուրից չէր եկել թե գյուղը։ Եվ փորձեցի ասել, այսինքն եթե ցեփիկա, այսինքն ես շարունակեմ այս աշխատանքը։ Համագործակցենք, երկու անուն ունենք։ Եվ մանավանդ որ այսինքն իր ամբողջ աշխատանքը այս 100, ասենք, մեծ ամանները որ գշիներ, ինքը ամառը գշիներ 3 ամսվա վրա, քանի ծմերը գյուղը ուր որ աշխատեր շատ ցուրտ էր։ Եվ այդ ծմերը ինքը միայն գավը կպատրաստեր, կմաքրեր։ Բայց դե վստահ չեմ որ մենակ իր ամանները պատրաստել այդ տարաները քեզ բավարար կլիներ։ Մի պահի մեկ հոգներ, բայց դու եկար կամբրը սովորեցիր ինչ։ Այո, ուրեմն լակամբրը սերամիկ, ուղղակի սերամիկ մասնաճյուղը 2 տարի, հա։ 5 տարի։ 5 տարի։ Այո։ Ես մեր հայ մշտական ուսանող եմ։ Ես նվադակս սկիզբի միան 3 տարի էր։ Արդեն իֆոս ասա 30 տարեկան էի։ Եվ դժվար էր որոշում առնելը շրջանի, քանի որ ինձ համար բավական ուշ էր արդեն այդ տարիքին լման դարբեր ջուրմը փոխել ուղղակի։ Բայց նույնադեն ինձ ասի որ գամ հիմա է, գամ Բիդի մորնամ այս ամբողջ։ Արդեն տարիքներ որ արդեն հա։ Այո, եւ ադանգով նետվեցա, այսինքն սերամիկի մեջ ուսանելով եւ իր այս բարոն Ֆախուրին ասաց էի որ ես ամբողջ ամեն ամառ քանի 3 ամիս ես դի այսինքն համասարան ճունենամ գուկամ եւ գոկնեմ քեզի եւ հետո նույնիսկ եփելու համար ներգա գալամ եփելու։ Քանի ամառ գնացի։ Ուրեմն ատկեց յետք COVID եղավ արդեն, ճշմարտաբար, առաջին դարին, որ հոսեի այդ դարվան ամառ արդեն COVID էր, անգարելի էր երթալ դիպանան, եւ ճշմարտաբար այդ միջոցին կդարի մահացավ եւ չի գրծապնավ Դե, շնորհակալություն այն ամբողջ գիտելիքի համար ինքը քեզ տվեց։ 2 տարի ստեղ սովորեցի կամպում, հետո ուրեմն 3 տարի ուրեմն բաշելիե, ատկից վերջալ ասի։ Հա 5 տարի կներես։ 5 տարի տանով։ Ես սկիզբը նվագս 3 տարի եներ եւ բաշելիե ներ, ինձ համար բավարար էր ադիներ։ Բայց հետո դեսա որ բավարար չէ, իսկապես բավարար չէ եւ նույնիսկ հետո Բելգիկայի, այսինքն արվեստի աշխատանքի մեջ մտնելու համար շատ ավելի այո, շատ ավելի լավ էր, այսինքն մինչև վերջ ուսանել 5 տարի ենել, քանի որ ադի շատ ավելի թուրեր բիլի բանարձի 23 մասնագիտություն։ Այո, մոդավոր։ Առաջինը product design, հետո interior design, product 4 ընդհանուր այո։ Լուսային Lighting design եւ հիմա սերամիկը գավագործությունը, այսպես հիմա արավ այդ ամեն ինչի հետ մեկտեղ հիմա արփին ով դա ով է ուրեմն ինչ անում ինչ չանում
Ուրեմն չէ, վերջացուցի 2024 ասկեվեր 2024-ին ուրեմն վերջացուցի ես հոստեղ մաստերզը գաբակորձության մեջ ջուրի 24-ին անցած տարի փաստորի այո եւ ուրեմն ես լակոմբրի միջոցին, այսինքն ուսման միջոցին նույնադեն աշխատեի, շաբաթ 2 օր աշխատեի, hyper lighting designer, աշակերտ, այսինքն, բայց ընկերության մեջ hyper lighting designer, եւ այս գործը դակավին գշարնակեմ։ Okay. Շաբաթը 3 օր եւ նույնադեն գաշադիմ իմ ասենք աշխատավայրիս մեջ իբր գավակորձ եւ գմասնակցիմ դարբեր տեսակի քո աշխատավայրի մեջ ուզում ես ասես այդ lighting design-ի չէ դարբեր այո դարբեր որտեղ դու այո դարբեր վայր մնե որ ուղագի գրնամ աղոդել մեկ էլ չմոռանանք ասենք որ ցուցահանդես ունես այո մի հատ պատմի ցուցահանդեսի մասին երբ ոնց ինչ այո մենք իհարկե ֆլայերը կդրենք հարկի հա դրանք բոլորը գնան մի քիչ հեռու է բայց հնարավոր այո ուրեմն տունե է տամատ թանկարանի մեջ է տամատ որ գդորի եւ քորքի այսինքն քորքի թանկարանն է տուրնեի եւ ուրեմն այս ամեն տարի իրենք carte blanche սիստեմը ունին ամեն տարի արվեստային գհրավիրեն դարբեր տեսակի ջուրերը ոչ անպայման գդորով աշխատող եւ իրեն գես հարգմը օրինակ տակրանի թողուդան որ արտիստը հոնդերը ինստալացիոնն է կամ աշխատանքը ցուցադրե եւ այս տարի ուրեմն ինձ զադեցին երբ ցուցահանդեսը ցուցահանդեսը ուրեմն սկսավ 11 հոկտեմբերին եւ կդեվե մինչեւ մարտի 1-ը ինչ լավ երկար է այո երկար 5 ամիս մոտավոր շատ լավ ինչքան գործ է ցուցադրում մոտավոր 10 աշխատանք կա բայց ինստալացիոն է այսինքն 10 հատի մեջ օրինակ մեկ աշխատանքի մեջ 50 դոլար կա օրինակ բարձա ուրեմն դարբեր տեսակի ասենք բզդիկ ինստալացիոններ են որ ես ինչ է տակիր անպայման պետք է գնամ ուրեմն շաբաթ կիրակի բաց են շատ կիրակի բաց է այո ուրեմն մենք տողն է ցուցահանդես օրերը միան կոց է բայց ամբողջ շաբաթը բաց է եւ ուրեմն ինստալացիոնի մեջ թե լույս կա եւ թե սերամիկ կա ես հիմակվա նպատակս երկու իմ ասենք համակցել աշխարհներս իրար միացնել այո շատ հավես է չեմ պատկերացնում հերկի ոնց է բայց կգնամ անպայման կտեսնեմ իսկ եմ տալիս ուսում եմ մեր ունկնդիներն էլ կգնանք տեսնեն շատ հետարքիր ճանապարհ իհարկե որտեղի որտեղ իսկ քո դուրը գալիս է բելգիա ֆյուրին իբր աշխատանքի այսինքն ապրելու աշխատանքի ուրեմն բարեբախտաբար հոս այսինքն Բելգիկայի մեջ lighting design-ը այսինքն շատ ուզված ոմա ջուրմ է վերջերի ես չէի գիտասի մինչև կարաս բայց շատ ընկերություններ կան որտեղ որ lighting-ի իսկ որպես անձ դուրս գալիս է որպես արփի ոչ թե որպես ոչ իբր աշխատանք ուրեմն ես հոստ կալեսի վեր շատ ավելի ծում գաբվեցա իմ ինքնությանս հետ հետաքրքիր է լա հայկական լա լիբանանյան ինքնությանս հետ երկու այո եւ ուզեցի այսինքն հերությունը ինձ ցեվով ավելի գաբեց գերվագեմ որ ասի շատ չմոռանաք ասենք որ քեզ նաև հրավիրել են Հայաստան այո մեր դրա մասին էլ ասա ու մինչև խոսում էինք ընկերներան մի քիչ Հայաստան դու անպայման պետք է գնաս Մաչանեն նրանք ունեն դեղ կառավարություն ունեն նաև անում են կոնֆերանսներ որ հրավիրում են ամբողջ աշխարհից տարբեր արվեստի ներկայացուցիչներ մի խոսքով իսկ անպայման հա այդ ուղղակի որ նոր խոսում էի տենց հիշեցի որ ինձ թվում է քեզ հետարքիր կլինի իրանց էլ հետարքիր կլինի հանդիպում երեխաներ ունեն որոնք աշխատում են կակաով եւ այլն ատելյեներ ունեն
Շատ լավ։ Հայաստանի մասին ասա, երբ ոնց ու ինչի։ Դակավին շատ չեմ ունար մանրամասն ասել, բայց փետրվարի մի դելա ճիշտ չեմ գիտեր դակավին այո ճիշտ օրերը, բայց ուրեմն նվակի մեջ պիտի ելա եւ բանը collective այսինքն ցուցահանդես մնե դարբեր տեսակի արվեստագետներ պիտի ելնան ասկի ավելի մանրամասնություններ չունի մինչև հիմա այո մինչև փետրվար շրջանակ ես մի քանի հարց եմ պատրաստել քո համար երբ որ չլինես այս աշխարհում դեռ շուտ է բայց ինչպես կուզես որ քո մասին հիշեն Ահա հարցում եմ Գիտեմ։ Այս հարցի վրա բոլորը կանգ են առնում, սենց երբեք այդ հարցը չեն բանանում։ Ոնց հիշեն Արփին ասում։ Ոնց հիշեն։ Իբր դժվար հարցում է։ Շատ մտածի անում։ Անկամից ասա։ Այսինքն գհուսամ որ ավելի իբր արվեստագետի աշխատանքով է որ գհիշվիմ քանի որ ցեվով ինձ համար այս աշխատանքի մեջ ես փորձեմ ամփոփել ուղղակի ամբողջ ինքնությունս եւ նույնիսկ իմ ընտանեկան ինքնությունը ցեվով դարբեր տեսակի լա իրենց աշխատանքի մեջ լա իրենց ցանկի մեջ այսինքն դարբեր ցանկի հանգրվաններու մասին ես փորձեմ միշտ պատմել այո եւ ադիգա գուզեմ այսինքն ոչ միայն իմ պատմությունս լա ցեվով ամբողջ Քերտաստանի պատմությունը գլա այցեվով Եթե որևիցե բան պետք է անես անվճար մինչև կյանքիդ վերջ ինչ անես Բանը որ պետք է անեմ անվճար գավակորցություն իմիջայլոց դպրոցներին հայտարարություն կարող եք Արփին հրավիրել գա գավակորցության մասին պատմի ձեր բալիկներին իսկ հիմա դա հիանալի միտք է հնարավոր է ինչ-որ մի պահ համակցել իր զբաղված եւ ձեր զբաղված դասակետ, բայց ինձ թվում է հետաքրքիր կլինի երեխաների համար լսել դրա մասին։ Երբ ես վերջի անգամ տոնել քո ձեռքբերումը։ Արդյոք տոնում ես քո ձեռքբերումները։ Տոնել, այսինքն ասում ես Արփի ջան, ապրես որ ցուցահանդես ունես հիմա մի հատ sense նշես, էլի նշես քո, այսինքն մի պահ կանգ առնես ու ասենք տեսես, բայց 5 տարի Լիբանանում ես սովորել, 5 տարի ստեղ ես սովորել, մի ամբողջ կյանք, հա, ասենք թե հիմա սովորել ես, որպեսզի հասնես ինչ-որ մի բանի, ինձ թվում է այդ ցուցահանդեսը, չգիտեմ, առաջի ցուցահանդեսն է, քո առաջի ցուցահանդեսն է։ Առաջին սոլո, ասենք, ցուցահանդես։ Այսինքն այդ առաջի ցուցահանդեսը քո համար արդյոք մի պահ կանգնել ես ու ասել ես ապրես Արփի։ Իրականություն դակավին չէր յադի Այդ գոմե քիչ դժվարություն ունեմ քեզ գովալու շատ խիստ եմ ես իմ հանդեպս դա դրամար հայկական դաստիարակություն դժվար է ինձ համար ադի մենք փոխանակ մեր լավագույն ընկերներն ենք մեր լավագույն ճշնամին ենք ճիշտ փաստորեն շատ լավ կարելի է փոխել անշուշտ այո կան խմելու անշուշտ ինչի համար ես երախտապարտ կյանքում Ինչի համար է երախտապարտ շատ բաներ ծնողքս առաջին երկրորդ առողջություն շատ կարևոր է դաստիարակությունս այսինքն նույնիսկ ընտանեկան գարություն նույնիսկ իհարկե գերցան ինձ այսինքն շատ լավ համասարան շատ կարևոր է ինձ համար ամբողջ մոդիկ եւ հերու բարեկամներով ընտանիքը Երկար է երկարացուցակը կարևոր է երախտապարտության զգացումն է ինձ թվում է կա ինչ որ բաներ որ դու զղջում ես ինչու իմ մոտ չեմ գնալ ասել չէ քանի այսինքն երկար ադեմ գմդացեի որ զղջալ չէ իսկապես բայց այսինքն գներվեի ծեվում ինչու ավելի գանուխ չի սկսա այս արվեստական արվեստի այո արվեստի ճանապարհը ուղղակի քան թե մտնեմ ասենք ավելի դիզայնի ավելի տեխնիկալ ճանապարհ առնեմ ինչու ոչ արվեստական Չէ հասուն չի դրա համար գրնալալ բայց հետո մտածեցի այսինքն բավական դարիների հետ կսկսա մտածել որ ոչ ընդհանրակը լավ էր որ այդ տեսակի ճանապարհ ունեցա քանի որ այսօր
իսկապես գսամ ասիկ այ ասորմով շատ ուրախ եմ որ թյուրություն ունիմ տեխնիկալ հարցեր լուծել իմ արվեստական աշխատանքներուս մեջ եւ ադիգա իսկապես շատ օգնա այո շատ գոկն է եւ շատ քյուրացին աշխատանքս եթե կախարդական փայտիկ ունենայր ինչ կփոխեիր քո կյանքում կամ ինչ որ մի բան կփոխեիր այո հա չեմ գտնամ ինձի ուղագի իմ վրա այսինքն տնել Գուզեի ասչափ խիստ չլալ իմ անտեբս կանի ադիգա իսկապես ադեններ դժվարություններ կստեղծե աշխատանքից կամ նույնիսկ ստրեսեր կստեղծե ավելի ադի մեկ բան մնե տվյալ պահին քո ուշադրությունը ինչի վրա բևեռված ինչ պլաններ ունես ինչ պլաններ ունեմ աշխատանքի երբեմն կետնի վրա պլաններս ավելի ուսումնասիրել աշխատանքը որ արդեն սկսած եմ համակցել է այդ լուսային նուղավային հա երևի ինչպես այսինքն հստակ ցևով ցույց տալ ինքնությունը անցիմա այսինքն աշխատանքի մեջ արվեստական աշխատանքի մեջ այս նյութը ինձ համար շատ կարևոր է եւ նույնիսկ ավելի խորերը մտնել դարբեր ցևերով այսինքն բատմել բատմությունը լա իմ բատմությունս գնդանեկան բատմությունը կամ նույնիսկ դարբեր տեսակի բատմություններ իմ միջավայրի բարեկամներու այո շատ լավ է շատ հետաքրքիր է ցանկանում եմ որ ստացվի ցավոք սրտի մեր ժամանակը մոտենում է ավարտին ժամանակը ժամանակա շատ շնորհակալ եմ ժամանակիդ համար մեզ հետ իսելու համար քո պատմությունը հուսով եմ Բելգիայի ունկնդիրները ուշադիր լսեցին եւ ժամանակ հատկացնեն որ գնան տեսնեն քո ցուցահանդեսը եթե գնաք տեսնեք անպայման արփին նամակ ուղարկեք մեզ ուղարկեք տեսնենք ձեր դու եկավ դուրի չեկավ ոնց ապրեցիք այդ պատմությունը կամ այցելությունը ցանկանում եմ որ քո բոլոր պլանները իրականանան որ շտովել մեծ հանդես անես մեզ պատմես բոլոր ամբողջ քո գերդաստանի պատմությունը ու գուցե պապիկի պատմությունն էլ իր մեծ կարասներով իսկ մեր ունկնդիրներին խնդրեի որ եթե հավանեցիք հաղորդումը կիսվեք տարածեք խոսեք Բելգիայի մասին ձեր ընկերների հետ քաշեք ավելվածը եւ հատկապես կիսվեք մեզ հետ ձեր կարծիքով մեր ինտերվյուի մասին շնորհակալություն Արփի ջան ամենալավն եմ ցանկանում ու մինչ նոր հանդիպում